Արսեն, հայ։ Hi. Դու մեր առաջին հյուրն ես, ինչ է լսում իմ քաղաքը շարքի։ Դու իմ առաջին երկգրողն ես, Մարշ, ու ինչ լավ է, որ ես քո առաջին Դու հյուրն եմ։ իմ առաջին մարդն ես, ում հետ ես սկսել եմ մի հատ շատ մեծ ուղի, ու հիմա այս մի ուղին էլ տենց շարունակում ենք իրար հետ։ Ընտերի, ինչ է լսում մեր քաղաքը, շատ տարբեր բաներ։ Շատ տարբեր Կարող եմ բաներ, ասել, ինչ եմ լսում ես։ հիմա արի մի Որ քաղաքը անգամից լսի հավես կամի։ մի անգամից անցնենք ինչ ես լսում դու քո playlist-ի 2026 թվական մայիս ինչ ես դու հիմա լսում 5 երգերը Նախ առաջինը BTS Swim։ Oh yeah, K-pop Առաջին նոտայից ինձ վերցրեց այս երգը։ Ես հենց լսեցի առաջին վարկյանից Այս երգը անմիջապես այդ դարեցի իմ playlist, ու ինքը իմ playlist-ում է եւ իմ playlist-ում անենց, որ ամեն օր կա։ հրաշալի է անցնենք երկրորդ ստեղծագործությանը Harry Styles, Dance No More։ Վերջին ալբոմից վերջին կլիպը Harry Styles-ի, տեսահոլովակ, որը հանգիստ կարող է լինել իմը, այսինքն ամեն ինչ որ կա այս տեսահոլովակում, ինձ շատ դուր է գալիս։ լրիվ Ինչ անում են, ոնց անում են, ես էլ եմ հենց տենց սիրում։ երրորդ երգը Michael Jackson, Labyrinth Girl, երգ, որը ոնց կարա մոտավորապես մի բառը հանճարեղ Ջեքսոնը կրկնի բազում անգամներ ու ամեն անգամ տարբեր կերպով, եւ երգ, որի տեսահոլովակը ոգեշնչում է հանդիսացել ինձ համար նկարելու իմ տես երգի տեսահոլովակը, ներգրավելով բոլոր հայտի մարդկանց։ այո Ծնորվել եմ ես կարծես, չեմ գտում իմ տեղը ես Who is Michael Jackson? Այ հիմա անցնենք հաջորդ երգին ու հետո ես քեզ էլի մի քանի հարցեր ունեմ կալու Robbie Williams, I Love My Life։ I love my life Երգ, որ երբ որ ես իմ կյանքը այդքան էլ չէի սիրում, ես իրան հատուկ միացնում էի ամեն օր լոգանք ընդունելուց ու լսում էի մանիֆեստ էի անում սկզբից sense զորով էր գնում, որտեղ вообще չէի սիրում կյանքս այդ րոպեին էլի, բայց այն որ I love my life Տենց անընդհատ այդ լսելով ստիպեց ինձ նորից սիրել ու ավելի սիրել։ Այո, այս երգը իմ ամեն օրվա playlist-ում է էլի։ հրաշալի է հիմա անցնենք 5-րդին 5-րդը վերջի շրջանում իմ արած երգը Կամի Friends-ի հետ։ Այո, ես քեզ տեսա Տիգրան Ժամկոչյանի Ախ մի գնա Սիրում եմ քեզ հետալի Ախ մի գնա Կարոտել եմ շտալի Գժվում եմ այս երգի համար ու շատ անսպասելի է որ ես եմ երգել Ժամկոչյանի այս երգը ու դրանով սենց ամեն օր լսում եմ որ ասում եմ էս ես եմ թե չէ պատկերացիք հենց դրա համար Հիմա մի հատ սենց հարց այ խոսեցին Կամի Friends քո պրոյեկտից որպես քո ամենաշատ սիրած երգո երգը Մաշնքան սիրուն ես Դու էլ Մերսի Հիմա խոսենք այն երգի մասին որ քո երգացանկում ամենաքիչն ես սիրում Չկա տենց երգ, նայ մի երկու հատ գործ եղավ, այն որ իրար հետ արեցինք, մենակ ես դու ու մեկ էլ դաժե մեր տնեցիք չեն հասցրել լսել։ Կարող է այդ երգերն է։ Այսքան տենց մարդիկ նույնիսկ երևի չեն էլ հասցրել, ինձ թվում է իրանց լսել։ Դե գոնե վերնագիրը ասա, գոնե մարդիկ իմանան ինչ որ վերնագիր ունի այդ երգը։ Ասում որ ասում են ամել մյուս կողմից դուրս գալիս է, սկսում է դուրս գալ։ Չեմ որ վիրավոր երախու նման է, որ սկսում ես ավելի շատ սիրել ինձ։ Դες մի քիչ տենց ցավոտ։ Օրինակ ես մտածում էի որ Կասկադի կատուն կարար շատ լավ էֆեկտ ունենար, չունեցավ։ Ճիշտ ես։ Այդ Կասկադի կատուն, բայց մեկա դուրս գալիս է, տենց էլ Հավաքում չի մնացել։ Okay, ես էլ երևի այդ կանշեի քո երկացանկից, որ ամենատենց underrated։ Underrated է։ Հավաքում չի մնացել ոչ մի շունջարդում Իսկ եթե հնարավորություն ունենայիր մի երգ աշխարհի երեսից, որ ուղղակի վերանար sense empty recycle bin-անից։ Կարևոր չի հայերեն, սերեն, անգլերեն, որ երգը կջնջեիր երաշտական պատմությունից։ Փոքր ժամանակ ես չգիտեմ ինչն էր պատճառը, այտենց իմ համար բանը Գուբինի երգերն էին, Անդրեյ Գուբինի, հա։ Ես դեռ չէի աշխատում, բայց ինձ թվում էր ինչ որ աշխատում եմ ինքն մոտավորապես։ Բայց հիմա դուրս գալիս են այդ երգերը։ Գինու էֆեկտի նման այդ երգերը։ Գինու էֆեկտն է, հա, հնացել ու դուրս գալիս են։ Ինձ համար Գազմանովի բոլոր երգերն էին։ Ես ատում էի փոքր ժամանակ Գազմանովին, Այս տղոն էլ չես սիրե, ռադիոնին։ Դե
Անտարբեր եմ Ահա, ավելի։ ռադիո։ Ավելի շատ եմ սիրում։ Հա, դեն գուբինին, բայց հիմա օրինակ դուրս գալիս է։ Եթե ասում ես հայկական փոփ, Հա։ առաջինը ում ես պատկերացնում։ Լիլիթ Հովհաննիսյան։ Եթե ասում ենք հայկական ջազ ում ես պատկերացնում։ Վագն Հայրապետյան։ Եթե ասում ենք հայկական ռեփ, Միշո, հայտրեք։ ահա, ճիշտ է։ Շատ Տոզ, ճիշտ։ հիմա, Տոզ, մամամբա։ մամբա։ Այո, Նո, դա իմ կողմից ավելացրեցի։ Հա, ապրես, շատ լավ։ Այստեղ մոնտաժ ենք չէ անելու, այս մասը կներեք, այս մի հատ հիշեմելի չկա։ Ռաբիզ։ Հա, Ռաբիզ ասելով հայկական, ում ես պատկերացնում։ ում եմ պատկերացրել։ Առաջինը։ Առաջինը Արամներ իմ հայրաներ հա, առաջինը Արամն է։ Ինչ ասում է ճիշտ է ասում, Հա։ չեմ կարող չհամաձայնել։ Հետո բանը, ես որ պատկերացնում եմ վլե, Այդ ես չեմ պատկերացնում։ վլե, Չեմ լսել։ լուրջ ես ասում։ Երևի կգնամ տուն հիմա։ Մշտինը չաու չաու լքնայ, ադաչդինը։ Okay. Հետ ենք գալիս մեր իրականություն։ Դա թաթուր, բարձա, տեն։ Հա, դե Ինչ որ ես Արամը կարծում եմ ավելի օպտիմալ առաջինը դա տենց պատասխան էր, հա։ Արսեն Օսկար թե Գրեմի։ Ժամանակին կարծում եմ միայն Օսկար, բայց ելնելով հանգամանքներից հիմա հասկանում եմ, որ պիտի գրեմիներ էլ լինեն, որ ինձ մխիտարը։ Ճիշտ է։ Գրեմիներ։ Իհարկե։ Причем գրեմիներ։ Հա, Ոչ թե անպայման։ գրեմի։ Համաձայն եմ։ Կա երգ, որը չես ուզեցել ռիլիզ անես, բայց արել ես ամեն դեպքում, թե Չէ, ես այնքան հանգիստ եմ այդ հարցերում, քանի որ երկել է իմ համար սկզբից եղելա որպես sense իմ ստեղծագործական ուղիներից ճյուղերից մեկը, այսինքն ես ինչ արել եմ էնտուզիազմով ու եթե անգամ եղելա որ չէի ուզենա ռիլիզ անեմ, բայց արել եմ դրա հետ եմ հանգիստ եղել։ հասկացա։ Այդ շատ լավ է։ Մի հատ էլ sense հարց։ Ունես iMusic քո հեռախոսի մեջ։ Այո։ Yes։ Բայց մենք հնարավորություն տանք մարդկանց, ովքեր չունեն iMusic-ի application-ը իրենց հեռախոսի մեջ, հենց հիմա Download download-անեն, որովհետև iMusic-ը աշխարհում ամենալավ բանն է, ինքը տրամադրում է ձրի երջանկություն, երաժշտության տեսքով։ Մյուս բոլոր պլատֆորմները հիմնականում մի փեշ փող պետք է տաս, չէ, որպեսզի լսես քո սիրած Այո, երաժշտությունը։ իսկ iMusic-ը անվճար է։ Լրիվ անվճար, քո բոլոր ուզած Իդեպ iMusic-ին մերսի շատ, որովհետև վերջերս մի հատ էքսպո էր, որտեղ ես գնացել էի որպես խոսնակ, որ պետքա խոսեի, ու ես չգիտեմ, տենց AI համակարգով iMusic-ը զգաց, թե ուղղակի այսպես թե այնպես այդ երգերը playlist-ում կան թե չէ, ես որ մուտք գործեցի այդ սրա, սկսվեց իմ երգերը։ Ու ես եմ որ սենց մի բան նայում Ես էի, ասեմ iMusic-յանից Արսենջան քո Այդ շատ երգերը լավ է, հա։ բավականին շատ տեղեր հնչում են հենց iMusic-ի շնորհիվ։ Քանի որ քո playlist-ը, որ մեր դիտողները հետագայում վայելելու են, լինելու է ընդլայնված ցուցակով, ոչ թե միայն այս 5 երգերով, հա, ես հիմա առաջարկում եմ դու մտածես որևէ անուն, որը կբնորոշի քո երկացանկը սիրելի, հիմա չբարձրաձայնես, որովհետև մեր դիտողները պիտի կռահեն, թե ինչ անուն կունենա քո Արսենջի երկացանկը։ playlist-ը։ Իսկ լատինատառով են փնտրելու թե լատինատառ եղել։ Արի այդ փոքրիկ բանը թողենք իրենց, որ եւ լատինատառ եւ Դա հասկանամ արախը, քայրան մտածամ թե անգլերա։ Քո դեպքում լատինատառ։ Քո alter ego-ի դեպքում լատինատառ։ Լավ, մտածեմ։ Մտածեցիր։ Այս ումա հա ունեմ։ Արսենը մտածել է եւ հենց stop տանք միանգամից ինձ կասի, իսկ դուք անպայման գրեք ձեր տարբերակները եւ կունենաք հնարավորություն Որ լեզվով էլ գրեն այդ գուցե շահելու ինչ որ մի լավ մրցանակ։ Կամ չշահելու, բայց լինելու առաջինը, ով այս բարդ հարցում կարողացավ գտնել ճիշտ պատասխանը։ Մեր հաճելի զրույցը ընթացավ Société կաֆեում, այս գեղեցիկ մթնոլորտում, իսկ եթե ամբողջ ընթացքում ձեզ հետաքրքրում էր, թե այս ինչ հավես բաները հակել ես աղջիկը, ապա ասեմ, որ Dalma Garden Mall-ի Springfield սրահից այս ամենը չէ։ Շատ սիրուն եմ, հա։ Եվ կարող եք ձեռք բերել շատ հեշտ։ Հարմ ու գարնանային։ Արսեն, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Ապրես։